Բարի երեկո։ Այսօր կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, ուղղակի սենց զրույցի ֆորմատով իրար հետ։ Եվ կարծում եմ եթերները կլինեն ավելի շատ, որովհետև որոշ ժամանակ է ուղղակի սենց դիտարկում ենք, թե ինչա տեղի ունենում։ Եվ կար որոշակի ոչ թե սպասումներ ու ակնկալիքներ, այլ որոշակի ժամանակ, որպեսզի հասկանանք ինչա տեղի ունենում։ Խոսքը վերաբերում է եւ ընտրություններին, եւ բնականաբար իրավապահ համակարգին եւ այլն եւ այլն։ Ես էլ լինելու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավապաշտպան, որոշել եմ իմ մտահոգություններով կիսվեմ ձեզ հետ։ Եվ բավականին նամակներ եմ ստանում, եւ բավականին հանդիմանություններ էլ լինում, թե ինչի ենք մենակ խոսում Արցախի ներդրումային հիմնադրամից, այլ ոչ պատերազմից եւ այլն, եւ պատերազմի հետևանքներից, այդ առումով ուղղակի որպեսզի բոլորին առանձին պատասխան չտամ, ես ցանկանում եմ ասել, որ բնականաբար պատերազմից հետո մեր կազմակերպությունը անմասն չի մնացել եւ կուզեմ տեսնեմ մյուս այլ կազմակերպություններին, որոնք այդ ժամանակ ներկայացրել են հաղորդումներ, երևի թե եղել են բազմահազար կազմակերպություններ։ Համենայնդեպս ես պատասխան եմ տալիս մեր արածի համար։ Առաջին հաղորդումը եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, սա եղել է 05 մարտի 2021 թվական, վերաբերվել է Հադրութի Վանք գյուղին, որը երևի պատերազմի ամենացավալի դրվագներից է եղել։ Դրանից հետո եղել է մարտի 18-ին, գրվել է մեր գրասենյակում հաղորդում է եղել հանցագործության վերաբերյալ, սա վերաբերվել է Մարտունի 3-7-րդ վաշտի սպանված, ես չեմ ասի զոհված, սպանված զինծառայողների, ծնողների հետ միասին ենք տվել այս հաղորդումը։ Այս հաղորդման նաև կցվել է Ջալալ Հարությունյանի եւ Կ Վարդանյանի հաղորդագրությունը, որով այդ երեխաները ուղարկվել են արդեն իսկ հանձնված Հադրութ։ Այս հաղորդագրությունը եւս կցվել է, ես ով որ չունի կարող է խնդրել, կարող եմ քսերոկոպիան տրամադրել եւ եղել է հաղորդում հանցագործության մասին նույն Ջալալ Հարությունյանի վերաբերյալ։ Ես չեմ կարծում, որ անընդմեջ պետքա մենք կրկնենք, այ որ մենք սա արեցինք, սա ինչ որ վերաբերում է պատերազմին եւ էլի բավականին հաղորդումներ աղել հանցագործության վերաբերյալ, թե ով չի նայել, ով տեղում չի եղել, դա իհարկե իրանց խնդիրն է եղել։ Նաեւ չմոռանանք, որ մեր կազմակերպությունը 21 թվականի մայիսի 21-ին գիշերը ինքնաբուխ ակցիա կազմակերպեց կառավարության շենքի մոտ, ուր մոտարապես 300-ից 400 հոգի անծանոթ մարդիկ էին եկել, որոնք մտահոգ էին երկրի ճակատագրով, եւ խաղաղ երթով մենք շարժվեցինք դեպի Հիմիկվա վարչապետի բնակավայրը, կեցավայրը, դա արդեն մինչև առավոտվա ժամը 7-ն էր, իդեպ բավականին խաղաղ էր եւ որևէ պրովոկացիա չեղավ, բացի մի երկու մանր-մունր ագենտուրայից, որոնց մասին եթե կհետաքրքրի, ես պատրաստ եմ ինտերակտիվ ֆորմատով եւս խոսել, որովհետեւ մեսենջերով բավականին դժվար է բոլորին պատասխանել, իսկ ես բոլորին շատ հարգում եմ, թե համամիտ, թե հակամիտ, թե հակադրվող, թե բացի այդ fake պրոֆիլներով եղունգ, մատ, ոտ, մարմնի այլ մաս, ծաղիկ, ծառ նկարած տահասներին, որոնք չգիտես ինչի միշտ ռուսերեն են գրում, տենց հիմար բաներ, բացի դրանցից, ես մեծ սիրով բոլորին կուզենամ շփվեմ, որովհետև մենք այսօր հայտնվել ենք օրհասական վիճակի մեջ։ Ես ինչի եմ անդրադառնում անընդմեջ Արցախին, Արցախի ներդրումային հիմնադրամին, Արցախի թալանին։ Ոչ թե այդ գիծն եմ բռնել, տենց այդ գծով գնում եմ, շատեր ասում են հիմա վախտը չի։ 35 տարի այդ վախտը չեկավ, դրա համար այսօր մենք հայտնվեցինք ոչ թե անդունդի եզրին, այլ անդունդից մի քիչ ցածր։
Ինչի չեկավ վախտը, որովհետև մեր երկրում պարբերաբար ընտրություններ ա լինում, ընտրությունից ընտրություն մաղը ձեռներին առած բոլոր կուսակցությունները Մոսկվա Վասյուկի ծրագրերով ընտրեք «Վыбери меня, птица счастья, завтрашнего дня» երգելով, մեկը ասում է Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչ որ եղել էր 18 թվին, հետո ասում են Արցախը Ադրբեջանն է եւ վերջ, այն մեկը ասում է դպրոցները փակենք, ձեռնարկություններ բացենք, մյուսը ձեռնարկությունները փակենք, դպրոցներ բացենք, մեկն ասում Արցախը հետ կբերեմ, հասկանում եք, մենք 35 տարեկան ենք արդեն այս մեր երկիրը, հա, նոր էպոխա թևակողելուց հետո այդ լապշան արդեն երկրի ականջներին ու ժողովրդի ականջներին հնարավոր չի կանխել, այդ ականջները մարդկանց թոռոմել է այդ ստից, ընտրությունից ընտրություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դու սնվում ես ընտրությունից ընտրություն, հարգելի թոշակառու դու թոշակ ես ստանում ընտրությունից ընտրություն, հա, չէ, ինչի եմ խոսում Արցախից, որովհետև նախ Արցախի ես կորուստ բառ նույնիսկ չեմ ուզում ասել, որտեվ Արցախը սրիկայաբար հանձնվել է, եւ քանի որ ես ռազմագետ չեմ, այսքանով, հա, ինչ որ մասամբ ներկայացուցի պատերազմի մասով եզրափակվեմ, ես խոսում եմ միշտ այն բանից, որից ես հասկանում եմ, ես տնտեսագետ եմ, ես ուսումնասիրել եմ տարբեր երկրներում, հա, փողերի լվացման, Մագնիտսկ օրենքը եւ այլն, ես զբաղվում եմ նրանով, ինչից ես հասկանում եմ, 1. Որպես իրավապաշտպան ես զբաղվում եմ նրանով, որ բոլորը պետք է հաշվետու լինեն, որովհետև մենք ենք աշխատացնում, մենք ենք փող տալիս, վարչապետի, ազգային ժողովի, խոսնակ, փոխխոսնակ, բոլորին, նախարար, չնախարար, մենք գումարը տալիս ենք, բայց ընտրությունից ընտրություն, մեր ժողովուրդը պահանջատեր չի ասում, ես քեզ փող եմ տվել, լավ ես աշխատում, թե վատ ես աշխատում, արի փոխեմ, դրա համար պետք չի, որ ասել, այ ընտրությունից ընտրություն, գալիս են խոստումները տալիս են ու գնում են, եթե մենք այսօր Արցախի ներդրումային հիմնադրամից չխոսանք, սա մենակ ներդրումային է, չի մնացած բոլոր հիմնադրամները, չխոսանք Արցախի թալանից, միգուցե անհասկանալի լինի, թե ինչի մենք կորցրեցինք Արցախը, ում ձեռամբ կորցրեցինք եւ ոնց դա ստացվեց, որովհետեւ փաստացի Արցախը սարքել էին կեղտոտ փողերի լվացկատուն, երբեք սովետական միությունը, հա, նախկին օֆշորային զոնա չի ունեցել, եւ այդ փլուզումից հետո են որ գոռում են միացում, 35 տարի ես չեմ տեսնում, որ մեկը հարց տա առաջին նախագահին եւ Արցախյան շարժումը դե գիտեք ովքեր սկսեցին, հետո ապականվեց ումով որևէ մեկը հարց չի տվել, բա որ տենց միացում եք գոռում, ինչի եք գոռում միացում, իրականում դուք արեցիք անջատում, բերեցիք, հա, անջատեցիք, ինքը ավտոնում էր, ինքնավար էր, գոնե, արեցիք անջատում, հետո ասեցիք մութու ցուրտ է, դրա վախտը չի, մեր մոտ միշտ դրա վախտը չի, չգիտեմ այդ վախտը երբ է գալու, հետմահու այն երկրում, ուր է գա, երբ է գալու, հետո ասեցիք դրա վախտը չի այդ հարցերը տանք, մութա ցուրտա, լույս չկա, այս չկա, այն չկա, շուշուտ արդյունաբերությունը քանդենք, շուտ տեսանենք, այն անենք, դրա վախտը չի, հետո արդեն Արցախից բերեցիք նախագահներ, ու հետո մոռացվեց, որ պետք է Արցախը միացվեր, որտեվ Արցախը ապրիորի չպետք է միացվեր, ոչ թե դա ես չեմ ուզել, որ միանա, այլ այդ անջատումը նրա համար էր, որ ինքը լինի չկառավարվող զոնա, ուր լվացվեն եւ նախկին պարծական փողերը, եւ ռուսական մեծ կապիտալ, եւ Արցախից գումարներ գնա Virginian Islands, դուք պատկերացրեցիք, Հայաստանի ում կհետաքրքրի, զանգեք ինձ, փաստաթղթերը տամ, այսինքն Հայաստանի հարկատուն, իրա հարկերից գումար մուծի, իր սրտի թիքա այդ բառով ասեմ, հիմա տակը չսկսեք տենց տվայտվել, որ այդ թիքա բառը հայերեն չի, սրտի կտոր Արցախին, որ Արցախի տանք մեր հարկերը, որ Արցախից որոշ գողեր ու զեր այդ գումարը տանեն Շվեյցարիա, տանեն Multi-Continental Distribution Virginian Islands, դուք պատկերացնում եք, սա ընդամենը
Ես չեմ կարող անտեսել, էլի եմ ասում, պատերազմի ուսումնասիրող ռազմի դաշտից եկած մարդիկ կան, եկեք ամեն մեկը զբաղվենք մեր մասով, բայց մեր մոտ բոլորը ես գիդիմ են, բավա որ մի հատ թեզ լինի ու բոլորը այդ թեզով զբաղվեն, Facebook-ում հետո մյուս օրը մոռանան։ Ես հետևողական մարդ եմ, մոտակա եթերներում կտեսնեք, ինչով որ խոսել ենք, ունեցել է իր իրավական հանգուցալուծումը իդեպ։ Անկապ սլոգաններն ու լոզունգները ես այդ տարիքից վաղուց դուրս եմ եկել։ Եվ ինձ այնքան շատ հարգում եմ եւ հարգում եմ իմ հետևորդներին, որ հիմար բաներ ասելով, Մոսկվա Վասյուկի պատմելով, ես ինքս ինձ չեմ հարգի, բնականաբար դուք եք։ Արցախի թալանը անհնարին է չանդրադառնալ, որովհետեւ մեր երկրի կործանումը սկսվեց այդ սուտի միացում գոռալուց իրականում եղավ անջատել, որպեսզի հետո շուտ կորցնենք։ Եվ խնդրում եմ, որևէ մեկը չասի ինքը Նիկոլական է, ինքը Քոչարյանական է, ինքը Սերժական է, Լևոնական է, ուրեմն ես Մարինա Հրանտի Պողոսյանն եմ, ես հրանտական եմ, Պողոսյանական եմ, հայ եմ եւ հայամետ եմ, ես հայ եմ։ Եվ թքած ունեմ բոլորի վրա։ Որևէ կուսակցության ոչ սատարում եմ, ոչ էլ սատարելու եմ, բայց ես միշտ ուզում եմ, որ ճշմարտությունը լինի։ Մինչև մենք այս տնտեսական բլոկն էլ չուսումնասիրենք, մենք չենք հասկանա ինչու եղավ պատերազմը։ Ինչու հրահրեցին, եթե պիտի հանձնեին, այսօր թեզ են, չէ, շրջանառում իշխող իշխանությունները, որ Արցախը երբևէ Հայաստան չի, հայկական չի եղել, ինքը Ադրբեջանն է, օքեյ, բա հիմա մի հատ հարց եմ տալիս բոլորիդ իշխող կուսակցությանը եւ այս 3 անձանց։ Եվ ինչի այսօր եմ տալիս, որովհետեւ հիմա հարցս հիշեք, ես կանդրադառնամ։ Դեռ փետրվարի 26-ին ես Facebook-ում գրառում եմ արել, որ իմ անվստահությունն եմ հայտնում Տիկին Վարդապետյանին, պարոն Պողոսյանին եւ պարոն Նահապետյանին։ Միգուցե անձնական որպես մարդ շփումներում շատ ջերմ կարողանամ շփվեմ, բայց անձնական շփումը պետական եկեք սեփականի հետ չխառնենք։ Իմ անվստահությունն եմ հայտնել եւ ես բառացի կարող եմ կարդալ իմ անվստահ եղել է փետրվարի 26-ին, այսօր արդեն մարտի 23-ն է եւ ես հիմա անդրադարձ եմ կատարելու իրենց եւ իրենց ղեկավարած կառույցին, իրենց ղեկավարած կառույցի ձեռամբ Արցախի թալանի պարտակմանը, այսինքն նախկինին ու ներկային սենդվիչ են արել ու հովանավորում են, չկա նախկին ու ներկա։ Նախկինն ու ներկան բոլոր պոզաներում իրար հետ արդեն առնչվել են։ Եթե որևէ մեկը կուզենա մի հիմար մեկնաբանություն գրի, ասի, այ դու սենդ դունեց, ես լիքը օրինակներ կբերեմ, կարող ենք նույնիսկ օր պայմանավորվել, այդ հարցերը հնչեցնեն, ես պատասխանեմ այդ հարցերին։ Հիմա ես ընդամենը տեքստը կարդամ, եռալեզու տեքստեր, ես իմ անվստահությունն եմ հայտնում ողջ իրավապահ համակարգին եւ պահանջում եմ բոլորի անհապաղ ոչ միայն պաշտոնանկություն, այլև անհապաղ քրեական պատասխանատվություն հանրային միջոցների, մեր հարկերի յուրացման եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար։ Այս կերպ գործելավոճը ակնհայտ վտանգ է ոչ միայն առանձին քաղաքացու, այլև երկրի անվտանգության համար։ Մանրամասները շուտով, եկել է մանրամասը, շուտովն էլ հետը։ Ինչի եմ ես սա գրել։ 18 թվականի տեղափոխությունից հետո մեր իրավապահ համակարգը ղեկավարում էին Սասուն Խաչատրյանը, Արտուր Դավթյանը, բոլորիդ հայտնի հայ, ես եմ էլի եղել առաջինը, կապ չունի, այնտեղ գալիս էին դեղին կուրտկաներով, բան, որ կամերաների մեջ լավ Երևան, դա եղել է մեր կազմակերպության նախաձեռնությունը, որ մենք այնտեղ դուռը փակել էինք եւ Արտուր Դավթյանից պահանջում էինք, այն որ տեղափոխության ժամանակ գոռում էին կոպեկ առ կոպեկ հատ նախկինները, բուլկի արամ էինք պահանջում, հարկադիրի Միրան էինք պահանջում, չգիտեմ, այն այդ թվում նաեւ Արցախին էր վերաբերնում, դեր Արցախը կար։ Բայց մենք չստացանք պատասխան։ Արտուր Դավթյանը կերավ եւ բարեհաջող գնաց։ Հիմա եկավ Տիկին Վարդապետյանը ու ինչ ամեն գնացածի հետևից պետք է ասենք անուշ, կենաց խմողներ ենք, ոչ, մինչև նախորդը նախկին բառից արդեն զզվում եմ, ինքը ալերգիկ է, մինչև նախորդը չպատժվի, հաջորդը նույնն է անելու։
Նույնը եւ դա դատախազությունում է, եւ ամբողջ իրավապահ համակարգում եւ ընդհանրապես երկրում, երբ որ ասում են, հա, 18 թվին ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել, որտեվ նողկում էին Քոչարյանից, Սերժից, չգիտեմ, Լևոնից, սրանից, նրանից, բոլորից, եւ հիմա դուրս եկա, որ 8 տարի այս ապաշնոր կառավարումից հետո կամ հիբրիդային կառավարումից հետո ասում են, չէ, հիմա նորից թող նրան կան, պրիվետ ռոբը գա, չգիտեմ, էս գա, են գա, ինչու, որովհետև որևէ խոստում, որ տրվել է տեղափոխության ժամանակ, չի կատարվել, եւ այդ խոստումների տերը չկատարելու տերը, ես վարչապետից այս կողմ չեմ բերում պատասխանատվությունը, ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իրավապահ համակարգի վրա։ Այդ կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, ֆունտ առ ֆունտ, ցենտ առ ցենտ հետ բերողները իրանք են, չբերեցին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ։ Մի հատ հարց եմ ուզում հնչեցնել, այո, եւ հիմա ես իմ անվստահությունն եմ հայտնել, բնականաբար, եւ հիմա էլ եմ հայտնում, այս պահին էլ եմ հայտնում, էլ եմ ասում, անձնապես կարող է այս այդ մարդկանց շատ ջերմ ու շատ լավ վերաբերվում, բայց իմ համար, իմ երկրի շահ այսօր ավելի կարևոր է, քան որևէ անձնական շփում, որտեվ մենք կործանվել ենք։ Մի փոքր է մնացել վերջնականին։ Հարց եմ ուզում տամ ներկա իշխանություններին։ Դուք շրջանառում եք թեզ, որ Արցախը Ադրբեջան է։ Լավ։ Երբեք հայկական չի եղել եւ դրա մասին տեղափոխության ժամանակ չի ասվել, չգիտեմ ինչ պատճառներով։ Okay։ Եթե Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Չեմ անդրադառնում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի ժամանակ Արցախ փոխանցված գումարներին։ Այ Արցախը Ադրբեջան անվանած իշխանության ժամանակ շատ ավելի մեծածավալ գումարներ է փոխանցվել Արցախի ներդրումային հիմնադրամ եւ Արցախ, քան այն ժամանակ, բայց թե Արցախը Ադրբեջան էր։ Հարց եմ տալիս, այդ գումարները ինչու եք փոխանցում, նույն հաջողությամբ Գվատեմալա փոխանցեիք, Ուզբեկստան, Բուրկինա Ֆասո, չգիտեմ, Անտարկտիդա։ Հարց եմ տալիս։ Այս հարցը ունի իր պատասխանը եւ ես գիտեմ եւ դրա համար եմ ես Արցախի թալանից խոսում, որտեւ Արցախը պահվել է մինչեւ վերջի պահը, մինչեւ 23 թիվ, որպես կեղտոտ փողերի լվացման այս գրպանից պտտացրել բերել են այս գրպան։ Եթե տենց չի, ասում եք Արցախը Ադրբեջան է եղել, ես հիմա ուզում եմ հասկանամ։ Ներկա իշխանություններ, դուք Ադրբեջանին եք փոխանցել Հայաստանի հարկատուների գումարները, ինչու։ Եվ այս եռյակն էլ լուրումունջ նայում է, այս եռյակը պիտի լինի ոչ կուսակցական, որ եթե պետք լինի, ամենաբարձր պաշտոն զբաղեցրած կուսակցական լիդերներին, իշխանավորներին տանի ըստ իրենց տեղերի։ Հիմա Տիկին Վարդապետյանի մոտ, պարոն Նահապետյանի եւ պարոն Պողոսյանի մոտ հարց չի առաջանում, եթե Արցախը Ադրբեջան է եղել, մենք ինչու ենք Հայաստանից 18, 19, 20, 21, 22, 23 թվին գումարներ փոխանցել նրա համար, որ այդ գումարներով նպատակ եղել է, որ Արցախցին այն միջին ու փոքր բիզնեսին է վերաբերել, որ այտենց է չտեսանք, ստեղ մենակ տեսանք հեկային բիզնես, որ չի եղել հեկերի մի մասը, մի մասն էլ, որ իբր թե սարքվել է, քանդվել, բերվել է Հայաստան, հիմա ասեք չէ, եթե բլոտ եք խաղում, քուանշ կտամ կսրեմ եւ ունեմ կադրեր, վիդեոներ, որը չեմ տալու, որտեվ ինչ տվեցին կերապ իրավապահ համակարգը ջուրն էլ վրայից խմեց, մարսեց։ Քանդել են այդ հեկերը, բերել են մի հատ էլ ստեղ դուբլ ծախել Վրաստան ու տարբեր տեղեր, ասել մենք հեկերը կորցեցինք, պետություն մեզ փոխհատուցում տու։ Ինչ փոխհատուցում։ Այդ փողը իրանց հոր գրպանից չէին դրել։ Էլի մեր հարկատուն, դուք փոխանցել, դուք պատկերացնում եք, հարկատուն մի անգամ փոխանցում է Հայաստանի բնակիչը, իր հարկերից փոխանակ զինվոր պայի, բանվոր պայիսան, փոխանցում է Արցախ, այնտեղ գնում է այդ շատ սիրած բառը, ասում են ռազմաքաղաքական, ես ասում եմ գողական էլիտային,
Իրանք է տալիս են իրանց վաչոներին այդ փողը, բակոն կոմիտասին է տալիս են, մեկը վաչոին է տալի են, մեկը սրան է տալի են, մեկը նրան, Արայիկը իրա սիրածին ընդ են մեկը Արման Հակոբյանյանին եւ այլն։ Հետո իբր թե իրանցն է եղել այդ փողը, բայց խեղճ մարդկանց փոխհատուցում տայկով որ տունտեղ կորցրեց։ Չէ, այդ մարդկանց չեք տան դուք, այս սրանց կտակ, որ բերանները չբացեն, բլա պատմեն, թե այդ ինչ փողերա։ Մի հատ էլ գալի ասում են, վայ, մեր հեկը վառվեց, կորավ, թուրքը տարավ, մի հատ էլ նորից պետությունը փողա տալիս, այսինքն նորից ենք տալիս։ Դուք ասի սենց բան, Տիկին Վարդապետյան, ձեր դեպարտամենտներում խեկը գլխին դատախազ չկա, չի հասկանում, այսքանը թե մի դատախազ ունեք։ Հեսա անցնելու ենք դրան, բայց հələ նկարը պետք չի դնել, որի ազգանունն է Փանոսյան, Փանոս։ Մեր սիրելի կերպարներից է եղել Հովհաննես Թումանյանի, Փանոս։ Հիմա հարց եմ տալիս։ Եվ այս հարցին ակնկալում եմ պատասխան 3 պետական իրավապահ այրեր։ Եթե սա առաջի հարցն էր, եթե Արցախը Հայաստան չէր, իսկն մենք չգիտեինք, էշ, են 5000 երեխան չգիտեր, գնացին հերոսի պես զոհվեցին, մատաղ սերունդ է, էդ են սերունդներ, որ ընդվզող սերունդ էր, տարան վերացրեցին, որ ստեղ սենց ոչխարային բու լռություն լինի, տենց ընտրություն հիշեն։ Հիմա կարող եմ ասեք կալուգան Հայաստանը եւ վերջ, չգիտեմ, ընդեսի մինչ Հայաստանը եւ վերջ։ Ընտրություն կարելի է մարդկանց սենց Չնայած կարելի է երևի թե եթե մարդիկ իրանց թույլ են տալիս։ Հիմա այս հարցին ես պատասխան եմ ակնկալում ինչու են գումարները գնացել։ Այս եթերը լինելու է մաս, ամեն օր քիչ, որովհետև մենք հարցի պատասխան ենք ուզում ստանանք։ Եվ այստեղ մի բան էլ կա, էլի, որ 18 թվին այդ խաբեություն եղավ, որ մենք նախկինների դեմ Դե մի հատ երդվեք, որ ես ձեզ ցույց տամ, թե ներկա կոչվածները ոնց են նախկինների հետ հիբրիդային գործարքներ անում։ Չէ ոչ մեկին ձեռք չի տալիս իմ խոսալը, որտեվ բոլորին ձեռք է տալի նախընտրական տագետ սլոգաններն առած, մենք գալու ենք, մենք սենց ենք անելու, մենք նենց ենք անելու, լավ ժողովուրդ դուք չեք հոգնել։ Իրանք մենակ մի բան են անում, մեզ բոլորիս, առանց այդ դաժե փողը տալու, ձրի։ Տեցում գոնե փող են տալի մեզ, ձրի անում են այս 35 տարի, ու մենք ամեն անգամ գնում ենք, որպես բռնության զոհ ասում ենք, էլի, ասեք տենց չի էլի, ասեք տենց չի, ես էլ ասեմ, սրան ընտրեք, նրան ընտրենք, ու միշտ չգիտես ինչի, մեր երկրում ընտրությունը միշտ լինում է, երևի դա մտածելակերպ է, որտեղ էլ դեռ շատ վաղ սովետական միության ժամանակ կային անեկդոտներ, հայը ռուսը վրացին, կամ հայը գնում է միտեղ մարդակերա, կամ ասում է կամ քեզ պիտի ուտեմ, կամ քեզ պիտի բռնաբարեմ, այն մեկն ասում է բայ դու ինչ եղավ, ասում է ինձ կերան։ Այսինքն մեր ընտրությունը միշտ բռնաբարի, ուտողի, սպանողի դրա մեջ է եղել։ Հա? Այսինքն այս կռուգով պետք է պտտվենք։ Մինչև չմեռնեն իրանք է որ մեռնեն իրանց հետնորդները, այսինքն կարող է սա սեփականաշնորհած ընդհանրապես ընտրական դաշտը եւ ամեն ինչը, եւ ինչի եմ ես ջղայնացած, որովհետեւ եթե մենք ունենայինք նորմալ հակակոռուպցիոն կոմիտե, նորմալ քննչական կոմիտե եւ նորմալ դատախազություն, իրանք պետք է հիմա իրենց իշխանության կանչեին պատասխանի հարցնեին, ինչու Իսկ եթե չեն կարողանում աշխատել, ուրեմն պետք է իրանց տեղը ազատեն, այլ մարդիկ գան աշխատեն։ Ես հիմա մի քանի բան եմ ուզում ասեմ եւ էլի եմ ասում, մենք այս ամբողջը չենք վերջացնելու, մի երկու օր հետո շարունակելու ենք այս եթերը։ Այս նույն ֆորմատով մանր բացելով այս երյակի բացառապես չաշխատելը, մեր աչքերին թոս փչելը։ Ասեմ, օրինակ նայեք, Մեկ էլ տեսնում ենք, որ գլխավոր դատախազությունը Սերոբ Պողոսյանից ԱԱԾ մեսի ինչ աշխատել, 2 տուն, չգիտեմ, 2 շուն, մի կատու, եսի ինչ ա վերցրել, չգիտեմ ինչ որ պետի, չգիտեմ ումից, բանկերում 792,000 դրամ, 24,000 ԱՄՆ դոլար, տոլավ է, տենց մեծ գումարներ եք վերցնում, բայց այս այն ավազի կռոշկան է, էլի,
են մեծ մարմարի բաները թողած, ավազի կռոշկայով սեն փչում են, քամուվաղ սարը անապատի թոզուդուման անում, աչքների մեջ է լցվում, մարդիկ ասում են վայ գործ են անում, չէ, դուք գործ չեք անում, ես հանրային էլ եմ ասել, ես ձեր շենքերում էլ եմ ասել, և այս պահին մի պուջուր դրվագով կապացուցեմ և կգնանք առաջ, հիմա նայեք, դուք շատ լավ գիտեք, որ այս 3 տարի է, այդ փաստաթղթերը ձեռս վերցրած թալան, հաղորդումներ եմ գրում, վարույթներ են նախաձեռնում, բերում մի տահաս քննիչին, մյուս տահաս քննիչով փոխարինում, ժամանակ ձգելու և սղացնելու համար։ Հիմա ես կոնկրետ հարց ունեմ ձեզ, Տիկին Վարդապետյան, դուք ունեք այսպիսի մի կերպար, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի ու միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Փանոսյան։ Լուրջ։ Ես այս երկար ճառը ալամ աշխարհների մագիստր բան իրան էր վերաբերվում, սրան։ Ուրեմն եթե այս պահին որևէ մեկը հարցնեն, հա, զուտ կարծիք, որ առաջիններից մեկը, որ պետք է կրի քրեական պատասխանատվություն, դա Փանոսյանն է և Փանոսյանակերպները, Փանոսյանատիպերը։ Հիմա ժողովրդին ասեմ, որովհետև էլ եմ ասում։ Մենք մաս անդրադառնալու են։ Շատ լավ գիտեք, որ վերջի համենայնպես մի տարին բազմաթիվ հաղորդումներ ա տրվել մեր կազմակերպության կողմից, թե Վարդան Սրմաքեշով, որ Արցախի հիմնադրամի մաման օֆշոր Վիրջինիան Այլենդ ա տարել, Հովիկ Աբրահամյանով, որը նրա հետ ա աշխատել, Արցախի փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանով, որը սնանկ է, բայց Կոմիտաս Կարապետյանի կինը Երևանում ունի 34-ից ավելի գույք, մի 15-20 գույք ունեն, 20-20 քանի տարեկան լակոտները։ Դաժե Վովան, ես Վովան եմ Գասպարյանը, Վովան, որ Հայաստանի ոստիկանապետն ա եղել, նա Արցախի ոստիկանապետի տեղակալ, բա ոստիկանապետը ինչ էր տարած կլինի։ Երբ որ փոխոստիկանապետի տիկինը Մերի Կարապետյանը, հա, հաղորդում ենք տվել, ու ինչ ա եղել, մեկ էլ դրուկ պարզվում է, որ մակագրվել է Ոմն Հովիկ Աթայան, Արցախում քննիչ աշխատած սուբյեկտի։ Տոսա որ կարանար, այդքան պլոճիկ, երիկամ, լյարդ, դուխ բառից էլ եմ զզվում ունենար, Արցախում կպայքարեր, ասում են դե Արցախում չէր կարա, խի աշխարհագրական, թե կլիմայական պայմանները չէին թողնում, կարող է մոտը պսորիազ էր կլիմայական պայմաններից, կամ վրան դուրս էր տալիս, չէր կարողանում, կամ վատը ճնշումներ բարձրանում։ Այս մարդը տարիներով Արցախի քննչականում աշխատել է, Բակոյին տենալուց, չոքել է Սերժին տենալուց, չոքել է Արայիկին տենալուց, վազել է, որ բարև տա։ Հիմա դուք բերել եք սրան, քրեական գործեր եք տալիս, գործ ասեմ էլի այդ վարույթ բան, որ սա պետք է քննի իրա տերերի վերաբերյալ, չէ։ Սրան մակագրվում է, որտեվ սա լուրջ խողովակ է, կապող։ Այն մրտ հիմա Տիկին Վարդապետյանն է, Արտուր Նահապետյանն է, Արտուր Պողոսյանը, այն մեկը Վանաձորից է, այն մեկը չգիտեմ որտեղից է, Տիկին Վարդապետյանը Երևանից, նրանք ինչ գիտեն դրանց, բայց Հովիկ Աթայանը կապող օղակն է, կարան զանգով հարց լուծեն, հատուկ մակագրվում է Արցախից եկած քննիչի, որը ինչ-ինչ միանգամից դարձել է, ես իմ ինչ, չեմ էլ ուզում, ՀԿԳ-յա, ՄԿԳ-յա, մի րոպե, չեմ գտնում դրա պաշտոնը, տենց առանձնապես հետաքրքիր էլ չի, դե չկա դրանց, չեմ հիշում, սա է, սա կարա Արայիկի ու Բակոյի մտերիմների հետ պայքար, դուք լուրջ եք ասում, իսկ դու պարոն Փանոսյան, ես բողոք եմ գրում, դու որ գրում ես իմ բողոքը մերժում ես, ասում ես թե հանցագործություն չկա, ճիշտ է, հանցագործություն կա նրանում, որ դու առայսօր դու դատված չես, որովհետև ով Արցախի թալանով զբաղվեց, կամ մի քանի ամիս աշխատեց ու գնաց վայելելու,
Ռոտացիոն սիստեմա մի ժամանակ ասեցիայում էր տենց տամժնյայում կանգնացնում էին մարդիկ, որ իրանք շուշուտ փոխվեն, ասում են դե մեր ազգն են, ամեն մեկը թող մի 15 օրվա մեջ փող աշխատի տունապան, տենց իրական 90-ականներին եղել է, Վրաստանում էլ ա եղել։ Հիմա ես ինչ եք անում, դուք ես քննիչներ եք բերեմ, ես կցե։ Տիկին Վարդապետյան, քանի անգամ ասեցինք, որ այս սուբյեկտը տարբեր բարեկամական, ազգակցական, իրար երևի սենց են, որ սենց դանակով կտրում են, խաչ են անում, արունը իրար հետ խառնել են։ Չնայած սրան բակ ու արայգման մարդատեղը չեն դրել, բայց որպեսը տենց վազվզող էլի։ Հիմա դուք սրան մակագրում եք գործերը, որովհետև սրա հեռախոսի համարը Արցախիցա լավ գիտեն, լող գյուդում լի, հուվա։ Կարան զանգեն ասեն մատաղինիմ, սա մեզ բարեկամա, հա? Կոռուպցիան պոզով պոչով ալնում, դուք եք մեղավոր երեքդ իրար հետ, երկու նախաքննական մարմնի ղեկավար և մեկ դատախազ, էս ով ասա, Փանոսյան, հա Փանոսյան, իմ էդ գրածը, ասում եմ էս կնիկը 34 բնակարան ունի գնաց Երևանում, 34 կայանատեղիա, բնակարանա, օբյեկտա, էսա, ասում եմ սա լավ է, գնում ես քննչական, ասում են մենք բանկային գաղտնիք ենք ուսումնասիրում, Ժորժ ջան, բանկային գաղտնիք մի ուսումնասիրեք, Կոմիտասի կնգագույքերը, էլ եմ ասում, իմ համար ստե Կոմիտասը չի, հերթի մեջ Արման Հակոբյանյանա, Օգանովսկիա, դու լիքն են, սպեցնազա լիքն են, բայց դուրս ա գալիս, ես խթանում եմ կոռուպցիան, ես տալիս եմ հաղորդում, ինչ որ մարդիկ փող են աշխատում վրան, լուրջ, բա կիսվեք, այս լրիվ չափներներդ անցել եք, ես հիմա մի հատ ինձ բան ա հետաքրքիր, շատ, երբ բարև ենք տալիս 3 տարի 23 թվի տրված հաղորդումներ են սրանք, 23 թվի նոյեմբեր ամսից հետո, 23 և 24, 2 տարի անցել, 2 տարի ու մի քանի ամիս։ Էն բանից հետո, երբ որ Արցախից այդ փաստաթղթերը հասու ա մեզ դարձել։ Ասում ա փող ոստիկանապետի կնիկ ա, կարար 34 հատ գույք ունենար։ Բա որ կարար 34 հատ գույք ունենար, Վովայի ձեռցխի գույքերը վերցնում, ինքն է կարար 340 հատ ունենար, գձե ասում ա գձե կուռա, գձե մոյդոմ, գձե Արցախ իրա չափով, գձե Արմենիա, գձե Վովա, ես Վովանեմը, գձե Կակոյնի բուց Կոմիտաս Կարապետյան, չէ՞։ 22 տարեկան տղան $1,200,000 արժողությամբ գույքերից մեկի արժեքնա։ Ինչ բանկային գաղտնիք եք ուսումնասիրում։ Ինձ թվում ա դուք ավելի լավ ա գնաք Մալայանի կլինիկա, աչքի բուժման համար, երևի ընդեղ բուժում անցնեք, ընդեղ, կամ ինչ-որ անձնական, կանչեք մերին, ասեք մատելը կիսվի, а где у тебя кнопочка, էդ ինչ սեկրետ ունես, անիկդոտ կար էլի սեկրետի մասին, էդ ինչ սեկրետ ունես, մի կիսվի իմանանք, էդ ոնց ա ստացվում, որ Արցախից լիքը ժողովուրդ այսօր մի հատ դեղի փող չունի, աղջի, էй, դու պլաստիկ վիրաբուժությունից սկսած, որ քեզ լրիվ տյունինգ ես արել, Ժիգուլին Մայբախ չի դառնա, մոռացի դա, մոռացի, հոգին մարդու, որ գնիլոյ է ալնում, ու ձեր վրայից ձեր հոտը կիլոմետրով ա գալիս, կարակ լուր բոլոր տեղերը տյունինգ լնեք, տղա տաքսա պարկ ունի, էս ունի, են ունի, Տիկին Վարդապետյան, ես այն անգամ ասեցի, որ Կոմիտաս մի հատ նայեք էլի 90-ականներին բանկի գողություն, Կոմիտասը ոնց ա ֆորտոչկով դուրս եկել, մոռացաք, թե ձեզ թվում ա ես ամնեզիա ունեմ, քանի այս ինչ էր այս սուբյեկտ են, Հովիկ Աթայան, Ստեփանակերտից եկածը պետք է գործ քննի, մեկը լինի իր գործը քննի ու Փանոսյանի։ Ու ընդհանրապես պետք է մի հատ տեսնել, թե սրանց բարեկամները, քան իրանք Կոմիտաս Կարապետյանի գործ են տրցնում, ինչ գույքեր են ձեռք բերել։ Հետաքրքիր է։ Ինչ բանկային գաղտնիք եք ուզում նայեք։ Ասում ա դե մենք չունենք ապացույց լուրջ, ինչի որ Սերոբ Պողոսյանը տուն էր առնում, Փանոսյան դու հետը նոտար էր գնացել, կամ ինչ էր այն մեկը Միրան, այս երկուս ուղակի ձեռս ընկավ, Միրան Դավթյանը,
որ տան մեր բանկ փողեր դնում, Տիկին Վարդապետյանը, Պողոսյան Արտուրն ու Նահապետյան, տենց իրեքով հետը գնացել եք, տեսել եք այդ պրոցեսը վիդեո եք արել, հա։ Էս ինչ եք անում։ Այսինքն, հիմա որ ասեն նախկին ներկա, հələ թող փորձի մեկի մոտ ասի ներկա իշխանություն նախկիններ, ինչ նախկին ու ներկա։ Սուրբ իրավահաջորդություն է։ Եթե դուք իրականում ուզենայիք կոռուպցիայի դեմ պայքարել, իրականում դուք ձեր վարչապետին, ինչա, չգիտեմ, բաներ են ցույց տալի ձեռով, դրա սիրահարը լինեիք եւ ջատագովը լինեիք, ապա դուք իբրև են, որ դուք ասում եք նախկին, այս մարդկանցից կբռնագրավեիք հեսա գույքը, սրանց կտանեք կողեք տարբեր տրամաչափի ծակեր, որ այս մարդիկ չֆինանսավորեն են պսևդո օպոզիցիա, ինչ օպոզիցիա չկա մեր, օպոզիցիային, որ պայքարի ձեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սխալ եմ ասում։ Հիմա որ դուք պարտակում եք ես, դուք պոզիցիա եք, թե օպոզիցիա։ Ուզում եմ իմանամ բանկային գաղտնիքը քանի տարի, թե բոլորիդ մոտ սպասողական վիճակ է, իշխանությունները կփոխվի կմնանք, թե կգնանք, հիմա ինչ որ կա վերցնենք, որտեվ կարող է հետո չգնանք։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, ձեր սրտի վարչապետը ձեր Նիկոլ Փաշինյանն է, թե Բենջամին Ֆրանկլինը։ Ու դուք հանգարց չմտածեք, որ դուք կարող է հոգնածնեք, ես զեյթուն չեմ էլի, որ ասում ես ինչ ես անում, չես կարա բռնես, ասում եմ հոգնածնում եմ։ Չեք կարա դուք ինձ հոգնածնեք, իսկ իմ համար այս հարցը շատ կարևոր է, շատ, որտեվ Արցախը մեր համար այլ նշանակություններ, բացին այնց, որ դա մեր հոգու մի մասն էր, դա եւ ստրատեգիական նշանակություններ եւ այլն, եւ իմ այս ամբողջ ասածը, որը մենք շարունակելու ենք մոտ օրերս, գիտեք ինչի մասին է, նրա մասին է, որ եթե նախկին իշխանություններ պատասխան չեն տալիս իրենց արածի համար, ներկաները գալիս ավելի են հաբռգում։ Եթե այն բոլորը, ում համար ժողովուրդը դուրս էր եկել փողոց, այսօր տարբեր ծակերի մեջ լինեին, գույքը հետ տված լինեին, մենք կունենայինք լավագույն սպառազինությունը, մեր բանակը։ Եվ հիմա եկողները այտենց չէին Թալանի, կհասկանային, որ վայ Թալանի համար պատիժ կա, իսկ հիմա տեսնում են, որ Թալանի համար բացարձակապես պատիժ չկա։ Մենակ Մերի Կարապետյանի գույքը, որ վերցնեիք, մի քանի վաշտ, էլ ծեպլավիզորները ստեղից օգնություն չէին ուղարկի, կունենայիք։ Ես չեմ կարողանում հասկանամ, այս ձեզ քաղաքական պատվերատրված, որ ինչ որ վերաբերվում Արցախին, սա Արցախին չի վերաբերվում, ժողովուրդ ջան, սա մեր փողն է։ Եթե հասարակ արցախցին այսօր ձայն չի բարձրացնում ուզի, 1000 անգամ ասել եմ, ձեր Արման Հակոբյանյանա, Կոմիտաս Կարապետյանա, Արայիկի սիրածա, տներ են սարքում, վերկացեք գնացեք այդ տներում ապրեք, որտև այդ փողը մենք տվել ենք գոնե հասարակ Արցախցու համար, որ չընկնեք դռնեդուռ, ոչ թե տվել ենք, այմա ընտրություններ է գալիս, ամեն մեկին իրա, չգիտեմ, ամսական 2 կոպեկը կտան, իշխան բաներն էլ էս իրավապահ համակարգն է մտածում, ինչ իմանանք, ինչ կլինի հունիսին, ավելի լավ է նաշիշնա քյաբաբ անենք, ոչ մեկին չտանենք, փագենք, վաղը կարող է մեզ մի բան լինի, այս սենց են մեզ խաբում։ Սենց են մեզ խաբում։ Դրա համար երբ որ ինձ ասում են, դուք ներկա իշխանություններ չեք խոսում, ուր է ներկա իշխանություն, կամ ուր է նախկին։ Իրար հետևից սուրբ իրավահաջորդությամբ բոլորը գնում է։ Ինչի դուք ինձ ուզում եք ասեք, հիմա հարց եմ տալիս, կյանքում Նիկոլ Փաշինյան անունը չեմ տվել, հարց եմ ձեզ տալիս, պարոն Փաշինյան։ Իմ հարցին ձեր իրավապահների միջոցով է չնայած տունը սաղ միշտ ժուչոկա պատահը, ոնց որ մինի պոլե ալնի, մարդ չգիտի որտեղ հագնվի, որտեղ հանվի, որտեղ հայոյի։ Մատ ինձ հարց եմ տալիս, ինձ այդ հարցին պատասխանեք, ձեր իրավապահ համակարգը այսօր իզորու չի կոռուպցիայի դեմ պայքարելու, հանեք ռադարեք։ Ձեր իրավապահ համակարգը չի պայքարում կոռուպցիայի դեմ, որտեղ ձեր դեմ է գործում փաստորեն, որովհետև իրենք այսօր դուրս են թողել այն սուբյեկտներին, որոնք ֆինանսավորում են
չակերտավոր օպոզիցիայի պայքարը ձեր դեմ։ Ուրեմն դուք ուզում եք ինձ հիմա համոզեք, որ դուք այտենց լոյալ վերաբերմունք ցույց կտայիք օպոզիցիայի դեմ, բա որ այտենց լոյալ եք այդքան հոգևորական ինչի է գտնվում անազատության մեջ։ Հիմա հոգևորականներն են ավելի վտանգ ներկայացնում, քան Արցախը թալանած Կոմիտաս ու Մերի Կարապետյանները, մերիմ տի վաղուց Աբովյանում լինի։ Վստահ եղեք, ես հասնելու եմ իմ ուզածին, իհարկե, ստեղ մի այլ վտանգ կա, մեր քննչական կոմիտեն ունի այդ պրակտիկան, որ մարդկանց եւ դա քննչական կոմիտեն չի մենակ, ամենահարգանքով, պարոն Պողոսյան, որ մարդկանց զգուշացնում են, չզարմանաք, որ մոտ ապագայում Կոմիտաս Կարապետյանը եւ Մերի Կարապետյանը իրանց լաճերի հետ հայտնվեն կամ Կրասնոդարի մարզում կամ Մոսկվայում ու այդ ժամանակ երբ որ Մարինա Պողոսյանը գնա ասի տեսակ ինչա կասեն ոչինչ ընդեղից է կբերենք Յանից դե Բյուզանտ փողոցից շատ բերեցին այդքան մարմնի ներքևի մաս ունեն իսկ ինչի չունեն որովհետև վախենում են որովհետև սրանց որ մատով կպնես սրանք խոսալու են թե այդ փողերից ում են տվել որտեղ են տվել եւ ինչի համար են տվել եւ որ ԱԱԾ-ի ղեկավարներ գնում նույն Կոմիտաս Կարապետյանի հետ մի թողեք էլի խոսամ Կոմիտաս Կարապետյանի հետ Ստեփանակերտում կոնկրետ տեղ հաց ուտում իմ համար շատ ցավալի է այս ամեն ինչը այո որովհետև ես Կոմիտաս Կարապետյան ասելով սա որպես հավաքական կերպար, բայց որ դա մի այլ կարգի ու թալանչի ու գողա ու իր ընտանիքը, դրա մասին խոսք չկա։ Ուղղակի հիմա այս իրավապահ համակարգը թողելու է ես այնքան խոսամ, մինչև սրանք բավականին սպառնալիքներ եմ ստանում եւ այլն, մինչև կամ իրանք ինձ լռեցնեն, ասինքն ինձ սպանեն կամ ինչ-որ մի բան անեն, ղալատ կանեն Կամ լինի, ես իմ, չգիտեմ, փոխվեն իրանք, Աննա Վարդապետյանի տեղը գա ես իմ Գյուլնազար Հայրապետյանը, այն մեկի տեղը գա ես իմով, ասի սատրում նաչնում սնուլա, էշ չկա այլևս։ Եվ միևնույն ժամանակ ուզում եմ մի բան էլ ասեմ, սրանով այսքանը ավարտեմ, հետո մենք մոտ օրերս զրուցելու ենք եւ նորից եմ ապացուցելու, որ չկա նախկին ու ներկա, իրականում։ Մի բան էլ ասեմ, որ դիմում են բոլոր նախկին ԱԱԾ տնօրեններին եւ բարձրաստիճան սպայերին, որոնք բնականաբար իմացել են ինչա կատարվում, ինչա գնում Արցախ, ինչա Արցախում ելնում, որ կազինոյի պարտն է փակվում, ով է ստանում հատկատով ինչքան ագաս։ Եթե չեն իմացել, ուրեմն առավել եւս պիտի դատվեն, որտեվ սա ազգային անվտանգության խնդիր է եղել։ Թե ինչ գումարներ է գնացել օֆշոր Հայաստանի Հանրապետություն, ասենք Մարինա Պողոսյանի, չգիտեմ, Ելենա Ադամյանի, Պողոս Պետրոսյանի, Հայկ Ստեփանյանի տված հարկը գնացել է Վիրջինիան Այլենդ ու Լոնդոն, ասեք չէ, բերեմ կողեմ ձեր աչքը։ Այսինքն, եթե ԱԱԾ-ն էլ տեղում չի եղել եւ այդ նախկին տնօրենները փոխանակ հիմա դառնան քաղաքական ես իմ գործիչներ, ավելի լավ կլինի պատասխան տան, թե ինչ էր եղել ուրա, բոլորը վախենում են խոսան։ Եվ ինչի որևէ մեկը առ այսօր չի պատժվել, որովհետեւ սրանցից որ մեկին որ կպնեն, սրանք պատմելու են այդ նույն Կոմիտաս, Մոմիտաս, են կնիկը դե վաբշե նա չեղած կատեգորիա է այսիմովա, սրանք բոլոր Էլիզաբետ, բոլորը պատմելու են, թե այդ փողը ում բերեցին, տվեցին։ Նման պայմաններում ընտրությունները ոչ մի չի փոխելու, եթե չկա պատասխանատվություն, այսինքն այս մարդկանց բոլորին, ով որ մեր գրպանը մտել գողացել է, մենք պետքա ենթարկենք քրեական պատասխանատվության։ Իսկ այս կազմով դա անհնարին է։ Մոտ օրերս նորից ենք խոսալու։ Առայժմ այսքանը, շնորհակալ եմ բոլորին, որ այսքան ժամանակ եթե տրամադրել եք ու լսել եք, սա երկխոսություն է։ Որովհետև մենք բոլորս անհանգիստ ենք մեր երկրի ճակատագրով, մեր երեխաների ճակատագրով, մեր թոռների եւ մեր հողի ճակատագրով։ Հուսամ 2-3 օրից կշարունակենք այս թեման, կշարունակենք այդ նախկին ներկա պայքարը, կշարունակենք նաեւ այն ինչ որ կատարվում է դատախազությունում, քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոն կոմիտեում եւ այս ուղղակի սլոգան չի։ Ես ընտրության չեմ գնում, թող փորձեն չաշխատեն, տեսնենք ինչ ա լինելու, լավ մնացեք։